Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցել եմ նժար սահմանադրական շարժման ներկայացուցիչ եւ նաեւ վարչապետի տեխնացու եք հայտարարվել շարժման կողմից Նինա Կարապետյանցի հետ։ Առաջին անգամ եք մեր տաղավարում Տիկին Կարապետյան, չնայած մենք վաղուց ենք իրար ճանաչում։ Ես իհարկե վաղուց հետո եմ նաեւ ձեր իրավապաշտպան գործունեությանը, որը դադարեցրել եք։ Եվ եթե անկեղծ վաղուց հարցեր կային կուտակված, որ կուզեի ձեզ տալ, հնարավորություն չէր եղել մի քանի անգամ խոսել եք։ Պայմանավորվել ենք չի ստացվել հանդիպելու, հիմա դրա համար պիտի գնանք ու սկսենք 18 թվականից ստիպած, այ ձեր չգալու պատճառով մենք այդ 7 տարի հետ ենք գնալ։ Տեսեք Տիկին Կարապետյան, ակնհայտ է, ես կարծում եմ այստեղ ձեր հետ վեճ չունենք, դուք էլի մեծ վեճ չունենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության մեջ եղած խնդիրների ոչ թե պատճառն էլ հետևանքն է։ Տարիներ շարունակ մենք ունեցել ենք այսպիսի իրավիճակ եւ քաղաքականապես այս չստացված ծնունդն ենք ունեցել, քաղաքական իմաստով։ Հիմա տեսեք, բայց 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյան բազմաթիվ սխալներ է թույլ տվել եւ իրավապաշտպան կամ քաղաքացիական հասարակություն կոչված հանրությունը, ես գիտեմ դուք էլ եք այդ դժգոհություններ ունեք, բայց հիմա ձեզ շատ ուղիղ հարցեր պիտի տամ։ Եղել էին առիթներ, որ հասարակություն կոչվածը կարող էր զսպել Նիկոլ Փաշինյանին կամ կարող էր ցույց տալ, որ ամեն բան չի որ կանցնի։ Հիմա ամենաակնառու դեպքերից մեկը բերեմ։ Ամեն մեկը ինձ համարում է քոչարանական, այդպես մի հատ հարց կտամ, հա։ 2018-ին եղավ ձայնագրություն ԱԱՑ պետի եւ ՀԿՑ պետի, որը ակնհայտ ապօրինության մասին էր խոսում, հա։ Հետո եղավ դատարանների շրջափակում։ Անկախ նրանից, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին էր եւ իր իշխանության տարիներին այնպես չի, որ մարդու իրավունքները սս փայլուն վիճակում էին գտնվում, բայց չէ որ մարդու իրավունքների պաշտպանությունը չի ենթադրում, թե դու ում իրավունքն ես պաշտպանում, դու քեզ սիրելի մարդու իրավունք ես պաշտպանում, թե այդքան էլ չսիրելի մարդու իրավունք ես պաշտպանում։ Ինչու լռեց այդ ժամանակ քաղաքասարակությունը, ինչու որոշ դեպքերում աջակցեցին եւ որն էր ձեր դիրքորոշումը այն ժամանակ, ասենք Քոչարյանի դեմ կատարվողի վերաբերյալ։ Գաղտնալսման այնքան շատ հարցեր տվեցիք, ասում եմ, տենց տարբեր մոտեցումներ կա, բայց ասեմ, նախ սկսենք 18 թվականից։ Ես համարում եմ, որ այնուամենայնիվ նախորդ իշխանությունների կառավարման արդյունքում ստեղծվեց իրավիճակ, որտեղ ժողովուրդը իսկապես հոգնել էր եւ ժողովուրդը ամեն անգամ ապացուցում է, որ ինքը չի ուզում վերադարձ նախորդ իշխանություններին։ Համենայն դեպս այն ինչ որ մենք տեսնում ենք Ճիշտ է, ես էլ այդ հարցումներին տենց մեծ վստահություն չունեմ, որտեղ բոլորն էլ ունեն իրենց տենց հետաքրքիր ելևէջները եւ տողատակերը կամ պատվիրված լինել, բայց բոլոր դեպքերում շրջապատում հոշոփվում ենք, հասկանում ենք։ Լավ 21 թվականի ընտրությունները մեզ պիտի բոլորիս համար դաս լիներ, հասկանալու, որ դա հետևանք է։ Այսինքն ինձ համար 18 թվականի տեղի ունեցածը ժողովրդի արածը հեղափոխություն էր։ Այ ինչ արեցին հետո այս սրիկաները, որ եկան ու ինչ ասեմ յուրացրեցին, իրանցով արեցին այս այն ինչ որ ուզում էր անել ժողովուրդը, այն խոստումները, որոնք տվեցին ու չարեցին, դա լրիվ ուրիշ պատմության մասին է։ Այսինքն մեղքը բարթել ժողովրդի վրա, որ դուք բերեցիք։ Ժողովուրդը դեռ մեղք չունի, ժողովրդի մասին։ Հիմա ժողովուրդը ակնկալում էր փոփոխություններ, որտեղ այնց քայլ արա մերժի Սերժին, չէր վերաբերվում Սերժին, վերաբերվում էր ընդհանուր համակարգին, որից մարդիկ դժգոհ էին։ Հիմա այդ process-ի մեջ, երբ որ տեղի ունենում հեղափոխություն, այդ թվում նաև ես եղել եմ քիչ մարդկանցից մեկը, ովքեր օրինակ դատարանների շրջափակման կոչին միացել է, որովհետև ես համարում եմ, որ եթե երկրում տեղի ունենում փոփոխություն, իսկ ես հեղափոխություն, իսկ ես նաև հանդիպում եմ զուգահեռաբար միջազգային, այսպես կոչված տարբեր գործընկերների հետ, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչներ, որոնք ասում են, ինչ եք խոսում, այն փոփոխությունները, որոնց կարիքը ուներ մեր պետությունը այն ժամանակ եւ ունի միջև այսօր ու շատ ավելի խորքային փոփոխությունների կարիք ունի, ասում էր դա հնարավոր չի անել, դա օրենքի տառին չի համապատասխան, սրան չի համապատասխան, Վենետիկի ինչը, ես ասում երկրում հեղափոխություն ա եղել, հետեւաբար հեղափոխական գործողություններով պիտի գնաս առաջի этаպը պիտի είναι հեղափոխական, հետո կթողենք էվոլյուցիոն ճանապարհով թողարկեն։ Այ զուտ մենակ դրա համար, որ միամտաբար մտածում էի դեռ որ ինչ որ բան ուզում եմ փոխել,
դատական համակարգում։ Ես ասացի, որ ես էլ կգնամ կմիանամ ու թող այդ հանձնաժողովներն ու միջազգային կառույց կոչվածները տեսնեն, որ մարդկային պահանջ կա, այս հասարակային պահանջ կա սա փոխելու։ Բայց ասում եմ մենք տեսանք ինչ արեցին, բերեցին բոլոր իրենց այդ անհամաձայներին հանեցին դատավորներին, իրենց սրտի դատավորներին նշանակեցին, այնպիսի գործողությունների գնացին, որ այդտեղ արդեն հասկացում եմ, օրինակ իմ մոտ այդ դատարանների չբարեփոխելու ճանապարհից սկսած ավելի շուտ գիտի 19 թվականի երբ որ իրանք պարլամենտ ընտրվեցին ու իրանք գործողությունների հաջորդականությունը 100% խոսում են նրա մասին, որ այս մարդիկ ընդհանրապես բան չեն փոխելու։ Ես անդադ փորձում եմ դրա մասին խոսել սկզբից, փակ ոնց որ նորմալ մարդիկ են գնում, հա, այդ միջավայրը, որը կարող ազդեցություն ունենա այդ այնպես կոչված քաղաքասարակությունը, փակ միջավայրում էի խոսում, անհատապես էի խոսում, իշխանության մեջ եղած մարդկանց հետ էի խոսում, փորձում էի բացատրել, որ այն ինչ որ դուք անում եք, արդյունք չի բերելու, ավելի վատ վիճակի է բերելու։ Բայց քանի որ լսողներ չեղան, ես հասկացա, որ տենց չի կարելի, որտեվ հանրությանը մոլորության մեջ են պահում։ Ու հանրությանը խոսքը հասնելը ճշմարտությունը հասնել, ջանդամ թե տակը աշխարհի հայոյան կանեցկը ու խնդիրներ չէ ստեղծում։ Դա խնդրեմ էր ստեղծում, ասեմ իմանանք, որ խնդրեմա ստեղծել նաև կազմակերպության համար, որովհետև միջազգային կան գործընկերներ, որոնք միջև հիմա համարում են, որ սա փոփոխություն է, որ սա ժողովրդավարացման ճանապարհ է, որ սա Ռուսաստանից կտրվելու ճանապարհն է։ Այնինչ մենք ուղիղ գնում ենք դիկտատուրայի։ Ու այս մարդկանց տեղ հասնելու, բայց ես մա բոլորի Ձայնագրության մասով։ կներեք, ասում եմ բոլորի հերն էլ անիծած, ամենակարևորը մեր ժողովուրդը հասկանար, թե ինչա տեղի ունենում։ Ձայնագրության մասով անկեղծ ասած ես այն որ զանգել են պատվերներ են տվել եւ այլն, այդ մենք հետո հասկացանք, որ այդ տրադիցիան շատ լավ պահպանել են, բայց այդ պահին այդ կտրտված ձայնագրությունը ինձ համար օրինակ բավարար չէր, ոնց որ օրինակ բանի Բագրատ Սրբազանի մեղադրանքի հետ կապված այն գյուլելու պատմությունը, այսինքն ինձ համար մոնտաժված ոչ ամբողջական նյութը բավարար չի հասկանալու համար կամ ինչ-որ եզրակացության գալու համար կամ ինչ-որ գնահատական տալու համար։ Ասեմ, համարյա չկար մարդ, ով շոկի մեջ չէր քաղաքասար։ Անուններ չեմ տա, բայց բոլորը ում ճանաչում եք, այն որ գլուխները բռնած նստած, ասում են, այս ինչ է ասում, այս սրա համար էր այս ամեն ինչը, չի կարա սենց բան լինի։ Բայց հանրային խոսելը մի մասը չուզեցա, որովհետև այն որ ասում է թողեք թող աշխատեն բաններ, սխեմանա, մի մասը չէր ասում, որովհետև մեր ընկերներն են ոնց թիկունքից մեր ընկերներին հարված են, մի մասը վախենում էր խոսալ, որովհետև հանգարց որ 19 թվականին, չգիտեմ 18-ի վերջին փորձեր Նիկոլ այդ հիմա է հեշտ խոսալ Նիկոլի դեմ 19 թվականին խոսալ, այդ նշանակում էր դու դառնում ես աշխարհի հայյան եւ փողոցում էլ քեզ կարող են մոտենալ։ Ես հետաքրքիր մի բան ասեմ, դուք գիտեք, որ քաղաքացիական այդ կոչված հասարակության հետ ես ինքս շատ ակտիվ շփումներ ենք ունեցել, մենք էլ ենք եղել քաղաքացիական հասարակության այսպես կոչված ներկայացուցիչներ, բայց ես հիշում եմ, որ 18 թվականին երբ մենք սկսեցինք քննադատել այս իշխանություններին, քաղաքացիական այսպես կոչված հասարակության շատ ներկայացուցիչներ ուղղակի խուսափում էին անգամ օրինակ անձնապես ինձ հետ շփվել։ Եվ այս իմաստով ես կարող եմ նաև ասել առանձնատուկ հարգանքի արժեն նաև ձեր վարքագիծը, մենք շատ ազատ շփվել ենք այդ ժամանակ։ Բայց հրապարակային խոսք ինչու քաղաքացիական հասարակությունը, ես իրական քաղաքացիական հասարակության մասին եմ խոսում։ Ոչ թե մարդկանց մասին, որոնք գրանտներ են ստացել, այդ գրանտները մի ձև արդարացրել են, ասենք մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ, չեն եղել իրական իրավապաշտպանները։ Ինչու իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չկանգնեցին 18 թվին համարձակություն ունեցող Նիկոլ Փաշինյանի դեմ խոսալու համարձակություն ունեցողների կողքին։ Մի մասը անկեղծ մոլորության մեջ էր, որտեղ համարում էր, որ իսկապես փոփոխություններ լինելու են եւ դրա համար ծավալը փոփոխությունների, որը պիտի արվեր, այնքան մեծ էր, որ միամտաբար շատերը կարծում էին, որ իսկապես ժամանակ է պետք տալ։ Նորից մի մասը խնդիր ուներ քննադատելու մեջ, որովհետև իրանց թիմակիցներից շատերը գնացել էին տարբեր բարձրաստիճան պաշտոններ էին զբաղեցրել ու չէին կարողանում իրանց անձնական հարաբերությունները ավելի վեր դասեցին, քան պետական շահը։ Մի մասը, չգիտեմ, ինչ որ տենց տարբեր նաև խնդրեմը նորից վերադառնալով խնդրեմ նրա մեջ էր, որ
մեծ մասը ֆինանսավորման դրսից գալիս էր ու դա նորմալ է, դա միշտ է տենց եղել, դա այսօրվա պատմություն չի, էլի, դա Նիկոլի թվի պատմություն չի։ Երբ որ դու կարողանում ես որոշում կայացնողների հետ հարաբերություններ ունենալ ու քո այսպես ասած մշակումները, քո ծրագրերը իրենց հետ համագործակցությամբ ինչ որ առաջ տանել, դա շատ ավելի մեծ հնարավորություն է տալի ծրագիր ստանալու, այսինքն ոնց են ասում, գրանտ ստանալու, քան մնացած բոլոր պարագաներում։ Հետևաբար մարդիկ նաև այդ պատճառով չեն ուզում հարաբերությունները փչացնել իշխանությունների հետ, որտեղ իշխանությունները, քանի որ այս ոլորտից էին դուրս եկել, անք շատ լավ գիտեին, որ ասում են, ես ճիշտով մենք ձեր հետ ընկերություն չենք անում։ Ոչ կգաք, ոչ կգնաք, ոչ ձեր հանդիպումներին կգանք, ոչ ձեզ կպատասխանենք, ոչ էլ գնացեք տեսեք ինչով եք զբաղվում։ Այսինքն մի քանի էլեմենտ կար եւ նաև այդ ագրեսիան, որը ցանկացած մեկը ստանում էր, երբ որ համարձակվում էր 18, 19, 20, անգամ 21 թվին հլը միջև ընտրություն 21 չէ, միջև 20 թիվը Նիկոլի մասին ինչ որ բան ասողը, քննադատողը շանորնենք։ Ինձ փողոցում մոտեցել են մարդիկ, ովքեր մեղմ ասած այդքան բարյացակամ տրամադրված չեն եղել։ Անգամ ես երեխաների հետ եմ եղել ու իրանք որոշել են, որ այդպես ագրեսիվ պահված կարան դրել։ Ես դրա մասին միջև այսօր չեմ խոսացել, որտեվ դա իմ աշխատանքի մի մասն է։ Ես հասկանում եմ, որ դա քո աշխատանքի ռիսկն է։ Ոնց որ չգիտեմ, ասեք, սվարկա անողը վտանգ կա, որ աչքերը կարա խնդիր ունենա կամ ինչ որ այրված կունենա։ Ես հասկանում եմ, որ իրավապաշտպանության մեդալի մյուս կողմը, մի կողմը այնա, որ քեզ ասում են մաղդի, մյուս կողմը այնա, որ դու խնդիրներ կարաս ունենաս։ Դուք որ վարչապետ դառնաք, պատրաստ եք հերոսացնել են լրագրողներին, ովքեր 18 թվականին քննադատում էին Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ մենք պիտի ստեղծենք միջավայր եւ դրա բոլոր նախադրյալները կան, որպիսի յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված զգա։ Դա շատ կարեւոր է։ Լայն իմաստով անվտանգության հարցերը եւ նեղ իմաստով ներպետական խնդիրները իրանք դժվար չի լուծելը։ Ճիշտ է, աշխարհը խառն է, գիտեք, փոթորկում է, ոչ միտեղ անվտանգություն չկա, բայց կան հարցեր, որոնց լուծումը շատ ավելի պարզ է։ Եթե դու չես գեներացնում ատելություն, եթե դու չես թշնամացնում, դու չես հայտարարում ինչ որ մարդկանց քեզ թշնամի, այսպես ներսում, որովհետև մեր ներսում թշնամի չի կարա լինի, հասկանում եք, մենք կարանք լինենք տարաձայնություններ ունեցող, կարանք ունենք տարբեր տեսակետներ ունեցող, բայց ներսում ես թշնամի չունեմ ու չեմ կարող ունենալ։ Դա անտրամաբանական է։ Կան մարդիկ, ում պատասխանատվության պիտի ենթարկեն, դա անխուսափելի է։ Մարդիկ չէ։ Բոլոր այն անձինք, ովքեր օրինակ մեր տեսակետից, ովքեր որ հավակնություններն են որևէ պաշտոն բարձր զբաղեցնելու կամ հանրային քաղաքական process-ներում դերակատարումներ ունենալ, այդ մարդիկ դե լուստրացիա անցնեն, այս մարդիկ պիտի հերիքա չի կարելի։ Լուստրացիայի մասին խոսք, Տիկին Կարապետյան, ձեզ համար շոկային չէր, երբ իմացաք, որ օրինակ նախորդ իշխանության թիվ 1-ի փեսան ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի թերթը, կամ որ Արարատ Միրզյանը եղել է ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության մեջ, որ սա ինքը չի երկել, հաստատել է այդ փաստը։ Թուրքականի մասը թողում եմ, որտեղ ես ինքս էլ դրան բան չեմ հակված չեմ հավատալու։ Երբ տեսակ, որ տարբեր պաշտոնյաներ, փաստորեն Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ առնվազն ված չեն զգացել իրենց, փող են ստացել, ֆինանսավորվել են, պաշտոններ են զբաղեցրել, սա արդյոք չբերեց ձեզ այն համոզմանը, որ համակարգի փոփոխություն չի եղել, այլ համակարգը գործող, որը նաև իմ կողմից մերժելի է եղել եւ համակարգը հասկանալով, որ ժողովրդի կողմից մերժման է արժանանալու, իր համար իր ենթակայության տակ ալտերնատիվ է ստեղծել, որովհետեւ օրինակ տեսեք, որքան էլ ես չընդունեմ արևմուտքի հետ այն մոտեցումները, որ դուք ունեք, որպեսզի Նինա Կարապետյանցը կամ իր նման մարդիկ, ազատ մարդիկ կամ իրենց ենթակայության տակ չգտնվող մարդիկ չվերցնեն այդ ժողովրդական դժգոհության ալիքը։ Դա ձեր մոտ այս հարցեր առաջացրել են սրանք։ Սկիզբը մի հատ բան ունեի պատասխանելու, ասում եմ մոռացա, ինչ օրինակներ, որ ֆինանսավորվել են, հիշեցի։ Ուրեմն այն որ տարբեր թերթերի խմբագրություններ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը որոշակի ծառայությունների դիմաց կամ դրանց բացակայության դիմաց գումարներ է ստացել, այդ օթում պտտվող լուրերը Երևանը Հայաստանը այնքան փոքր է, դու չես կարա թաքցնես, հասկանում եք, կամ բաներ, որոնք ես միշտ ասում եմ, մեզ հատուկ ծառայություններ պետք էլ չի որպես, կատակով իհարկե պետք են, ու շատ ավելի բարձր որակի ու հենց անկախ։ Բայց երկու զանգ, ասում եմ գրազով,
ցանկացածս 2-3 զանգ անենք, ցանկացած մարդու մասին, այնպիսի տվյալներ հավաքենք, որ երևի ինքն էլ իր մասին այդքան պատկերացումներ չունի։ Այսինքն այդ ինֆոն, որ տենց ծառայություններ են մատուցում, օդում պտտվում են։ Ինքը ինձ համար երբեք հետաքրքիր չի եղել ոչ որպես ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, ոչ որպես լրագրող, հետեւաբար տենց ես իրանով ոչ էլ հետաքրքրվել եմ, ոչ էլ ինձ պետք է եղել։ Զարմանալի էր թե չէ այդ սաղ process-ները, որ սատելիտներ են ստեղծում, եւ ոչ մեկի համար գաղտնիք չի։ Ինչի այսօրվա իշխանությունը սատելիտ չունի։ Դրան նախորդող իշխանությունները սատելիտներ չեն ունեցել։ Բոլորը այն որ ասում ոնց էր ասում, կարծեմ Աշոտյանը ասեց, ինչի մեջ կոլբայի մեջ ստեղծած սատելիտներ չենք ունեցել։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, սա բոլոր ժամանակներում մենք դա ունեցել ենք։ Այս հարցը նրա մասին է, որ արդյոք այս տեղեկությունները ձեզ պիտի թույլ չտա այն 2018-ին հասկանալ, որ տեղի ունեցող հեղափոխություն չի։ Ժողովրդի մասով, այո, ժողովուրդը ցանկություն ուներ, հա, կտրուկ փոփոխությունների, այստեղ չեմ ողջ։ հա, Բայց այն ինչ որ մատուցվեց, հա, դա էջ էլ հեղափոխություն չէ։ դե մի քանի բան կար, որ կասկած առաջացրեց, բայց այն որ անկեղծորեն ասեմ, այն որ Նիկոլ Փաշինյանի ես երբեք չեմ վստահել բանի ժամը, նենց չի որ այսօր եմ ասում, ոչ խոսալու ոճը, ոչ ինձ դուր չի եկել երբեք, բայց այն որ իրա թիմում կային մարդիկ, ովքեր քաղաքասարակությունից են եւ ում հետ մենք աշխատել ենք ու ես տեսել էի ու միամտաբար կարծում եմ, որ այդ մարդիկ իսկապես մարդու իրավունքները, օրինակ արդարադատության համակարգի փոփոխությունը, այս մարդկանց համար գոնե ձևական կողմը կարևոր է եղել, ես անկեղծորեն մտածում եմ, որ եթե ինքը չէ, գոնե իր թիմում կան մարդիկ, խելքը գլխին, այն ժամանակ տենց էի մտածում։ Հետո պարզվեց, որ չէ, այդ մարդիկ ամենա անթույլատրելի բառապաշարով, ամենաանթույլատրելի վարքագծով ու մտածողությամբ շարունակում են Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցավոր գործողությունները սատարել, օգնել, արդարացնել, հետեւաբար դե հա, ինչ որ պահ եկա, որ հասկացա, որ այդ խնդիրը Հիմա տեսեք Տիկին Կարապետյան, ինձ մի բան հայտակ։ Դուք խոսում եք արևմտյան արժեքներից։ Դուք խոսում եք այն մասին, որ Հայաստանի ապագան արևմուտքի հետ է, այդպես ենք, Եվրոպայի հետ է։ Չէ, ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան եւ մեր թիմն է այդպես կարծում, Հայաստանը պիտի կարողանա ներսում իր ամրությունը ապահովել, բավարար։ Որպեսզի կարողանաս քեզանից ինչ որ բան ներկայացնես, հասկանում եք, որպեսզի քեզ չգան այսենց դիմացը թուղթ չշպրտեն ու չասեն, էսա ստորագրի տարբերակի չունես քննարկելու։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը իր ինքնուրույնությունը կարողանա վերականգնից, դրա համար պետքա, որ քո ներսում ոչ թե մի հոգի որոշում կայացնի ու իր բուրըն ֆանտազիաներով կամ իր հիվանդագին ֆանտազիաներով կամ իր անձնական շահագրգռվածությունից ելնելով ինչ որ գործողություն անի, այլ լինի համակարգ, որը կզսպի այդ process-ը, որը կկարողանա կոնտրոլ անի, որը թույլ չի տա մարդուն, ով ուզում է լինի, լավագույն դրդումներից, այսպես ցանկություններից դրդված, չկարողանա ինչ որ գործողություն անի, բիս կոնտրոլն է։ Այսինքն մեր պատկերացմամբ մենք պիտի փոխենք սիստեման այնց, որ համակարգ լինի, որը կոնտրոլ կանի մի հոգուն։ Այսինքն չունենա ամբողջական ուզուրպացնելու, ամբողջ իշխանությունը ուզուրպացնելու հնարավորություն, որտեղ եթե դու չունես համակարգ, որը կարողանում է արդարադատություն ապահովի, ոնց որ մեր օպոնենտ գործընկերները շատ լավ բան ասում, բերենք ստեղ դնենք բիզնեսներ, դնենք զարգացնենք, ընկեր ջան, բիզնեսը մի օրում ձեռիցը տարան, այսենց դու երբ որ դու չունես զսպող մեխանիզմներ, երբ որ դու չունես արդարադատության համակարգ, ես արդեն հոգնել եմ, այնքան եմ ասել, ես էլ եմ ինձ այն զզվում, բայց մեր հասարակության յուրաքանչյուր անդամին դա պիտի հասնի։ Յուրաքանչյուրիս անվտանգությունը կախված է այդ համակարգերի նորմալ ու adekvat աշխատելուց։ Բայց որ ես եթե դա ինչով է բանը ավելի շատ արևմուտքը այսպես մոտիկ իր մտածողությամբ, որովհետև այնտեղ կարելի է օրինակ Միացյալ Նահանգների ունակի վրա կարելի է վերցնել գալիս է նախագահը շատ տենց ինչ որ անհասկանալի շարժումներ անում, որոշումներ ընդունում, բայց իրանք ունեն արդարադատության համակարգ, որը կարողանում է թույլ չտալ զսպում է, որոշումներ է չեղարկում։ Ես տենց համակարգ եմ ուզում։ Նույն մի բան ակնհայտ է, իհարկե Միացյալ Նահանգները ունի ինստիտուտներ, Միացյալ Նահանգները ունի ինստիտուցիոնալ դիմադրություն, կան փոխզսպումների մեխանիզմներ, բայց Միացյալ Նահանգներին եկեք օրինակ բերեցի, դժվար է հասնել Միացյալ Նահանգներին, դժվար չի, ինչ որ մի պահի պետք է սկսել։ Ու մենք առաջարկում ենք պետությունը Միացյալ Նահանգները այսօրվա մակար, ընդ որում հիմա էլ իրանք ճգնաժամային իրավիճակում են, բայց նախաճգնաժամային են լավ վիճակին հասել են քաղաքացիական պատերազմով,
իրար սպանելով, փրթելով, Էտել ու պրծ։ չէ։ Ուզում եմ ասել, Միացյալ Նահանգները հեշտ չի հասել այս ժամանակին։ Ճիշտ եք ասում, բայց ի Միացյալ տարբերություն Միացյալ Նահանգները- Նահանգների մենք միատար ժողովուրդ ենք։ Շատ լավ։ Մենք Մենք էլ շատ մեր ավելի խնդիրներ փոքր ունենք, ենք չէ, եւ մենք էլ մեր ավելի խնդիրներ միատար ունենք։ ենք։ Ուզում եմ գանք նրան Տիկին Կարապետյանց, որ ժողովրդին չմատուցենք պատրաստի Միացյալ Նահանգները, ասենք այ մենք էլ կարանք սենց դառնանք, չէ։ Մեզ համար դժվար է լինելու այդ Շատ, շատ։ Բայց Բայց այլընտրանք չկա։ բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները հավաքական արևմուտքը այսօր աջակցում են ոչ ժողովրդավարական վարկագիծ ունեցող Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Մենք հասկանում ենք, որ սա ավելի կրկնապատիկ դժվարեցնում է այն նպատակները, որ դուք ձեր առաջ դրել եք, այսինքն այն ինստիտուտներ ստեղծել, հա, պետք է աջակցություն ստանաք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանի շահերի հաշվին սպասարկել Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջան, բոլորին։ Հիմա արևմուտքին է սպասարկում այս պահին։ Ես տես չեմ կարծում, բայց ինչևէ, հա։ Վաշինգտոնը ոնց է արևմուտքում է, չէ։ Փաստաթուղթ այնտեղ ստորագրվել։ Հիմա ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, քան որ այս դեպքում դուք որպես օրինակելի բան վերցնում եք արևմուտք, ես դրա համար ձեզ հարց տալիս եմ արևմուտքի մասով, հա։ Արևմուտքը նայում է, ինքը ունի շահեր տարածաշրջանում։ Այս շահերը սպասում Նիկոլը հրաշալի կերպով սպասարկում։ Դե դուք էլ ձեր հարցին պատասխանեցիք, Վարի Ինչու ջան։ պիտի օգնի ձեզ, կամ ինչու պետք է ցանկանան, որ դուք գաք կամ լավ դուք տանեք, դուք որ գաք իշխանության, ինչու պիտի լավը լինի, եթե արևմուտքը տեսել է, որ կա ունի շահեր, որոնք պիտի սպասարկեն Հայաստանում։ Կա երկիր, որը որ որոշել է հասարակությունը որոշել է, որ պիտի գնա փոփոխությունների եւ արևմուտքը ասել դու չես գնալու։ Ասենք Լատվիա, Լիտվա, Էստոնիա, էլի երկրներ, որոնք ոնց է կոչվում Վосточной Европы, страны Варшавского договора։ Իրանք որոշեցին ռուսականության մուդի մեջ չլինեին, եթե ոչ բան էլ չեր օգտելու իրեն։ Ну դա ազնիվ առևտուր էր, այնտեղ պայմանավորվեցին, որ Եվրոպան ու Բալթյան երկրները մեզ, այս մնացածը ձեզ, որովհետև ինչու այդպես եղավ, որովհետև հասարակությունը ներսում պատրաստ էր, ովքեր որ իմ հասակակիցներն են ու մի քիչ մեծ, իրանք շատ լավ հիշում են, դու գնում ես Պրիբալտիկա, այնտեղի հասարակությունը էականորեն տարբերվում է, իրանք սկզբունքորեն չէին ընդունում սովետական, իրանք ընդունում էին, որ իրանք օկուպացված են եղել եւ այդ մարդիկ հոգեբանորեն լրիվ ուրիշ մուդի մեջ են, այսպես ասած։ Հետևաբար այդ մարդիկ պատրաստ էին գնալու։ Նույնը Եվրոպայի երկրները, որոնք որ սովետական միությունից ազատագրվելուց հետո իրանք իրանց համար որոշում կայացրին, որ ճանապարհով են գնում։ Հիմա արևմուտքը եկել ասել է մի գնացեք այտենց։ Այսինքն մի արեք փոփոխություններ, ականջներն հետ կկտրեմ, ինչ ասում, ականջներն հետ կկտրեմ, պատերին կծեփեմ, ասֆալտին կփռեմ, ոչ մի բան ինստիտուցիոնալ կառույցներ մի սարքիկ չէ։ Մենք չենք ուզում ներսից սարքել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է բոլորին։ Եթե ալմոլակայիններ կան, իրանց էլ է ձեռնտու լինելու, որովհետև ով ավելի ուժեղ է այդ պահին ու մի քիչ լավ է սխմում կամ իրան վերարտադրվելու շանս է տեսնում այդ process-ի մեջ, վազելով գնում է թաթիկները համբյուրելու։ Այսինքն հայկական շահ ստեղ իսպարտ չկա, որ պահից մեր հասարակությունը հասկացավ։ Եվ ես կարծում եմ մենք շատ ծանր գնով, ահավոր գնով, ես ինձ չներելու աստիճանի գնով, որ չենք կարողացել բացատրել մեր հասարակությունը ավելի շուտ, որտեղ մենք շուտ դիսկսենք այս process-ը։ Մարդկանց զոհվելով, Արցախ կորցնելով ու էլի շատ խնդիրներ անցնելով, մենք հասկանում ենք, որ մենք պետություն պիտի ունենանք։ Լիքը մարդ կա, որ առաջ ասում էր հա դե լավ, հիմա հասկանում է, որ ինչի է պետք մեզ պետություն ունենալ, այ դրա համար։ Իսկ կներես ասում է թե ով կուզենա, ով չի ուզենա, այդ իրանց խնդիրն է։ Դա կոչվում է настройки по умолчанию։ Երբ որ դու ունենում ես պետականություն, լիքը մարդ կա, հարևանը տա, մի քիչ հեռու քեզանից ապրողա, քեզանից ինչ որ բան է ուզում, քեզանից բոլորից ինչ որ բան ուզում են։ Դու այդ կոչվում է, ես չէ որ մենակ հայերին չեն սիրում, այդ Իսրայելը նայեք, ինչի Իսրայելը խելագարվում է սա։ Կամ նո այսօրվա բանի մասին չի խոսքը, Նետանյախուի մասին չի խոսքը, այնտեղ հայտարարակ վիճակը։ Մնացած բոլոր երկրները Թուրքիայից բան չեն ուզում, Ռուսաստանից բան չեն ուզում, Չինաստանից բան չեն ուզում։ Նիկոլ Փաշինյանը ասում է կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս են գալու։ Նիկոլ Սա հակաբնական բան է, որտեղ ցանկացած պետություն ունի կոնֆլիկտ։ Կոնֆլիկտը պարտադիր ավտոմատներով իրար վրա կրակել չի։ Կոնֆլիկտը շահերի բախում է։ Այո, շահերի բախում է եւ դա լրելային գոյություն ունի։ Բերեցիք մի պետությունից մի բան ուզում են, այդ պետությունը չի ուզում տալ։ Դա արդեն կոնֆլիկտ է։ Всё, ու դու մտածում ես ոնց ես բնույթում այդ կարող է չլինել մի պարագայում, եթե ինչ ուզում է դու տալիս ես։
Չէ, դա էլ երաշխիք չի, դա միևնույն է կոնֆլիկտի շարունակությունը, ուղղակի այն տարբերությամբ, որ բան չի լինում, դիմադրություն չկա, ասում թուլացեք այն Նիկոլ Փաշինյանը բոլորիս առաջարկում է թուլանալ հաճույք ստանալ, ջահաննամը թե դու ասենց կորուստների ճանապարհով չեն գնում։ Դա հարցի լուծում չի կարող լինել։ Ձեր դեմ վստահաբար, երբ որ քարոզարշավ սկսվի, հաստատեք նաև տարվելու քարոզչություն։ Հիմա ասելու են լավ, նժար, սահմանադրական շարժում։ Տիկին Կարապետյան, մենք տեսել ենք ձեզ իրավապաշտպան գործունեության մեջ, մենք տեսել ենք ձեզ քննադատելուց, այո, գուցե ինչ-որ պահի պակասեք քննադատի, ավել եք քննադատ դա չի, բայց մենք ձեր կողքին տեսնում ենք մարդ, օրինակ Գարեգին Միսկարյան, որը Փաշինյանի իշխանության համար ամենածանրագույն պահին, ես չգիտեմ գիտակցաբար չգամ այդ մտքով կամ այդ մտքով չէ, բայց աջակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Օրինակ 2023 թվականին, երբ մարդիկ դուրս են եկել փողոց եւ իրականում դժգոհ են Նիկոլ Փաշինյանից, անկախ նրանից պրոռուսական ուժեր էին, պրոռուսական չէին, հա, բայց Նիկոլ Փաշինյանը համար խնդիր էր, կարող էր նաեւ իշխանություն գործել։ Գարեգին Միսկարյանը հայտարարում է, որ եկեք կարդամ հայտարարությունը, որ բառացի։ Հա, փորձենք կարդալ։ Թեպետ ես կարծում եմ ավելի ճիշտ կլինի, եթե այս հարցը ուղղեն Միսկարյանին, ես կպատասխանեմ իհարկե հարցին, անպատասխան։ Դե մենք հնարավորություն չունենք իրան հարց տալու, ես չգիտեմ, ինքն է ինձ բլոկել, թե ես եմ իրեն բլոկել, այո։ Դե կողմնորոշվեք, ասում եմ երկու համարտով իրար հետ չեք հասկացել, հիմա ես պիտի։ Պարոն Միսկարյանը ասում է, չեմ գրում, որ խոճապի մատնվեք, բայց տարբեր աղբյուրներից ինֆորմացիա գալիս, որ այսօր կամ ամենաուշը վաղը հնարավոր է զինված բախումներ ոստիկանության հետ։ Ռուսաստանից Հայաստան եկած գլխակերների խումբը կազմ պատրաստ է։ Նախ է զինված բախումներ փարկաստու չէ, բարեբախտաբար ու երբեք պիտի չլինի, այո։ Մյուս կողմից ռուսը ինչ գլխակերների խումբ էր։ Դե այդ նենց հարց եք տալի, սա ինչ եմ ասում Տիկին Կարապետյան, որովհետև ի վերջո հասարակությունը ոնց պիտի վստահի։ Ամենևին ձեր մասին չի խոսք, հա։ Դե մենք թիմակիցներ ենք, ասում եմ, մեկը մյուսի լրացնող, այնպես որ հա։ Չէ, անձնապես ձեր մասին չի խոսք, բայց ինչպես ժողովուրդը արդիկ պիտի վստահ լինեն, որ նժար սահմանադրական շարժումը նոր հանրապետություն կուսակցություն չէ, ներողություն համեմատության համար։ Նոր այդովա, նոր ուզում ասեմ նոր Զավենիչի, որոնք այստեղ նեղացա։ Չէ, սա ինչ եմ ասում։ Չէ, սա լավ է գալիս։ Նեղանալու տեղ ունեք, բայց 2023-ին այդ մարդիկ էլ միացան, այսինքն եվրոպական տեսլականով, որպես ընդդիմություն, բան Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն, Ավինյանին օգտեցին, քաղաքապետ դարձավ։ Դե հա, այդ փաստը։ Հիմա կարող է այսպեսի մտահոգություն լինել։ Կարող է լրիվ իրավունք ունեն բոլոր առհասարակ բոլոր մտահոգությունները տեղին են, որովհետև մեր հասարակությունը այնքան խապված է եղել, այնքան երկար ժամանակ, մենք տեսել ենք անհաշվելի թվով ընդդիմադիր կոչվածների, որոնք ամենաանհարմար պահի գնացել են ձեռք սեղմելու եւ պաշտոններ վերցնելու։ Իրավունք ունեն կասկածելու առնվազն հիմնավոր կասկած իրավունք ունեն։ Հիմա ասեմ ինչն է ինձ գրավել Միսկարյանի մեջ։ Շատ քիչ մարդկանցից է, ովքեր որ ակադեմիական այսպես մակարդակով ազգային ինքնորոշման հարցը կարևորում է եւ այդ ուղղությամբ մեծ աշխատանք արել, իսկ ինձ համար դա շատ կարևոր խնդիր է։ Ես գտել եմ այն թիմի մեջ, որը մենք հիմա ունենք, մեզանից լավ մի քիչ ավելի հետ գամ, որտեղ անդադ այդ հարցը ցակմա, բա դուք իրար որտեղից եք գտել։ 20 թվականի պատերազմից հետո մեզանից բոլորս ինձ թվում է, ինչ որ փնտրտուկների մեջ ենք, մենք բոլորս լուծում ենք ման գալիս, եւ այո, ես հաշ չեմ եղել նաեւ այն մտքի հետ, որ նախկիները կարող են վերադառնալ, որտեղ դրա համար չենք իրանց ճանապարհում, որ հիմա նորից վերադառ, հա սա բանում չի, բայց կներեք նախկիների վերադարձը ես չեմ ընդունում։ Որովհետեւ իրենք համակարգ չեն փոխելու։ Ներողություն խնդրեք։ Ես ինչի համար։ Իրանք առաջարկում են 100,000-ով հավաքվել գնալ ներողություն խնդրել 18-ի համար։ Ոչ իմ խառն են, ասում մի հատ թող իրան գնան։ Ես զա 900 ինչքան 90,000 մի խոսքով -1 ես պատրաստ եմ գնալ։ Հա, չէ, ես իրանց մենք հետարքիր բան կարանք մտածենք ինչը կարանք միասին որտեղ է մեր հետարքությունները, որտեղ կարծում եմ կլինեն հետաքրքիր, բայց չէ, ես ներողություն պատրաստ չեմ խնդրել, որտեղ նախադրյալները իրանք են ստեղծել։ Մենք բոլորս թիմի անդամները փնտրում ենք լուծումներ ու պարբերաբար մեր ճանապարհները խաչվում էին մեկ-մեկ, չէ, բայց
այն ինչը որ այն աշխատանքը որ արել էր Միսկարյանը առանձին այ հենց ինքնորոշման տեսակետից, որովհետեւ կարևորագույն խնդիրը մեր խնդիրների ճնշող մեծամասնությունն նրանից է, որ անհատից միջև հասարակություն մենք տենց էլ չենք կարողացել ինքնորոշված չենք մենք դեռ։ Անհատապես գուցե, բայց լայն իմաստով, եթե մենք միջև հիմա տեր ենք մանգալի, եթե միջև հիմա այդ տեր էս ավելի լավ մեծ տիրություն կանի, այն ավելի լավ տիրություն կանի, եկեք էս մերը չանենք, թող ուրիշին էլ այդ լուծում չէ, չինքնորոշման ասում, մի րոպե ներողություն, մի հատ վերջացնեմ միտքը։ Նույն բանը արել է Արտաշես Սեյկանովը, փորձել է հրավիրել, հանդիպել շատ տարբեր, շատ հայտնի մարդկանց հետ, բոլոր մի խոսքով բոլորին ճանաչում եք, բայց բոլոր տեղերում, որտեղ որ խոսքը գնացել է նվազեցնելու լիազորությունները, շատերի համար դա հետաքրություն չի առաջացրել, ասել են, բա ասում է, բա գանք, բա իշխանությունները լիազորությունները կրճատում են կանոն, ինչ ենք դնում։ Այնպես է ստացվում, որ ես պատահական հանդիպում եմ առանձին եւ Միսկարյանի հետ, խաչում ճանապարհներ լսում եմ այդ իդեաները Իկանոմովի հետ եմ խաչվում ու լսում եմ իր գաղափարները ու հասկանում եմ, որ այս ամեն ինչը, այսինքն ինքնորոշման գաղափարախոսությունը եւ մոդելի առաջարկը իրանք շատ լավ իրար հետ բռնում են եւ մենք այո կարիք ունենք փոփոխություններ անելու եւ կառավարման մակարդակում, այսինքն պետության կառավարման մակարդակում, մյուս կողմից էլ մենք մեր հասարակությանը հնարավորություն պիտի տանք հասկանալ ինչի է դա պետք։ Այսինքն այդ ինքնորոշման կամ առհասարակ ինքնորոշման գաղափարը շրջանառության մեջ դնելու։ Դա մի քիչ ավելի բարդ process, ավելի երկար process է, գուցե հիմա այդքան պատկերավոր չի, բայց երբ որ գալիս են մարդիկ, ովքեր առանձին ինչ որ եզրահանգման են եկել ու ունեն նույն արժե համակարգը, այս մարդկանց հանդիպելը շատ բնական է, շատ նորմալ է եւ ընթացքն էլ բան է։ Հիմա երբ որ մենք իրար սկսում ենք վստահել, երբ որ ես համոզված եմ, որ Արտաշես Սեյկանովը իր անցած ճանապարհով, իր մտածողությամբ, իր թորներին հետ վերջապես Հայաստան վերադառնալու անվտանգ Հայաստան, նորմալ զարգացած Հայաստան վերադառնալու շանսի մեջ է, նույնը անում է բանը, Միսկարյանը ասում է KGB-ի գործակալները փորձում են հետ գալ իշխանության։ Այսինքն նախկինները։ Դուք էլ եք դեմ նախկինների վերադարձին։ Ես նախկինը մի գիծ, որտեղ կարող եք համագործակցել Փաշինյանի հետ։ Փաշինյանի հետ համագործակցության որևէ եզր լինել չի կարող։ Անկամ նախկինների վերադարձի կանխում։ Որևէ պարագայում։ Իրավիճակ ենք պատկերացրեք։ Նժար սահմանադրական շարժումը հավաքել է X%, X% հավաքել են հավաքական նախկինները եւ Նիկոլ Փաշինյանը։ Եվ նժար սահմանադրական շարժումից է կախված, ում կմիանա եւ ով կգա իշխանության։ Դե շատ բան Չէ, շատ բան չի, կողմի հարցը։ Դուք վստահ եք, որ անպայման, օրինակ, ոնց էր ասկան մոռացա, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը անպայման հավաքվելու են։ Քոչարյանը պիտի հետ գա, բայց հարցից պատասխանեք։ Իրավիճակը։ Նիկոլ Փաշինյան, չէ, դե ասма օթում խոսալու մասին է, էլի ասма դե եկե օրը կգա բարին հետը։ Ես ասма պապիկ ունեմ, որ շատ իմաստուն է, ասում են օրը կգա բարին հետը։ Եթե Նիկոլ Փաշինյանի կանխարգելելու հարցն է լինելու, որտեվ սա մի այլ տեսակի պատուհասեր մեր գլխին, որովհետև այս տեսակ կազմականդող ես էլի շարունակում եմ դատապարտել նախկիներին, որտեղ համարում եմ ու վստահ եմ ու պնդում եմ, որ իրանք են մեղավոր մեր հասարակությունը այս չափ զզվելու հոգնել ամեն ինչից, որ Նիկոլ բերեց։ Նախկիների ժամանակները եղել են պատճառ սրացանունդի։ Այդտեղ մենք արդեն մենք համագործակցում ենք։ Բայց նաև Նիկոլ Փաշինյանի քանդելու, կազմականդելու level-ը, խորությունը, մարդկանց գիտակցության մեջ, մարդկանց նվաստացնելու ճանապարհով, բարոյալքելու ճանապարհով այս վիճակի հասնելը, այս մարդը ներում բեկում չունի։ Թող աղոթի Նիկոլ Փաշինյանը, որ մենք գանք իշխանության, որովհետև ես շարունակում եմ պահանջել արդարադատություն։ Լիքը մարդ արդարադատություն իր համար չի պահանջելու։ Լիքը մարդ։ Նու այստեղ արդեն ես չեմ աղոթի, որ դուք գաք իշխանության իհարկե։ Դե տեսեք, Տիկին Կարապետյանց։ Եվրոպական արժեքները այն որ հիմա չեն, այն որ կար, որով շատերը սիրարված, դրանք հիմնականում քրիստոնեության վրա հենված արժեքներ էին, արդարության, սիրո, բանի։ Հիմա չգիտեմ, եվրոպական շատ երկրներ կան, իրենք են հեռացել այդ արժեքներից, բայց այնուամենայնիվ դրանք արժեքներ են մարդու իրավունք, վատ բան չի մարդու իրավունքները, վատ բան չի, երբ որ սոցիալապես ապահովված են մարդիկ, մարդկանց խնդիրները լուծվում են, որ վատ բան չի, որ չգիտեմ, աղքատ մարդու իրավունքն էլ է պաշտպանված եւ հնարավորություն է ստեղծում, որ աղքատ չլինի, սրանք այս ամեն ինչը վատ բանի մասին չեն։ Բայց ես եկել եմ համոզման, որ արևմուտքի կամ այդ ժողովրդավարության անվան
տակ հանդես եկող շատ ուժեր այնպիսի հակակարոզ են արել այդ, որ մարդիկ արդեն մի տեսակ Հակակարոզ այդ արժեքների այդ արժեքների։ Հիմա ամենաշատը գովազդվում է, չէ, բանի Արամ Սարգսյանը։ Դե լավ։ Ես այն գլխից եմ ասել, Իրանից ժողովրդավար, ոնց որ ինձանից Նիկոլական։ Ես ինչ որ պահի եկա այն կասկածի, որ կարող էս մարդիկ ռուսական գործակալներ են։ Կազմակերպում է, որ հիաստապածներ են մարդկանց։ Որ մարդիկ այլևս արևմուտքի կողմ անգամ չնայեն։ Մի ամբողջ Դուք իրենց դες գործընկեր համարում եք այսքան։ Ովքեր են այդ դաշտում, որոնք Ես հիմա չի ուզենա անվանական նշել, որովհետև մենք հիմա շատ մեծ թվով մարդկանց հետ փորձում ենք բայց հանդիպել։ Զավենն այն հանեցիկ է ցուցակ։ Կներեք Զավենի չի հանեցիկ է ցուցակ։ Հա, էլի, в общем, սպարապետի Եղբայր։ հա, մի խոսքով լավ անցած էլ։ Իրան հանեցիկ է ցուցակ։ Բայց ցուցակը հիմա ամբողջությամբ այսմա էլ չսկսես հերթով հարցեր տալը, որ հասնենք այսմա ու մենք բանալը։ Այդ դրվագները տակ։ Բոլոր այն ուժերը, որոնք որ սպոյլ են անում, որոնք որ փաստացի սպասարկում են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ուժերն են, այո, ես անձնապես ես պատրաստ չեմ, թիմը նույնպես պատրաստ չի։ Մի պահ պատկերացրեք, որ ասենք ինչ որ եսի ինչ ա լինում, էլ ու որոշում են, որ պիտի գնան համագործակցելու, ասում եմ ես սուսպուս, ոնց որ քաղաքասարակությունից դուրս եկա, ասում եմ, այս էլ ձեր մանդատը, ասեց բանի Լեդի Հակոբի նույն ձևի պիտի դուրս գամ ստեղից ու ասեմ, այս էլ ձեր մանդատը։ Տարբերակ չկա, որովհետև եթե դուք շփվեք մարդկանց հետ, տեսնեք թե ովքեր են, որովհետև տեսանելի են ընդամենը 3 հոգի, բայց թիմը շատ ավելի մեծ է։ Եվ չկա այնտեղ այդպիսի մարդ, որի մտքի ծերով կարա անցնի Նիկոլ Փաշինյանի հետ համագործում, ուղղակի չկա։ Լավ, դուք հասկանում եք, որ նաև իշխանության թեժ թիրախում եք հայտնվել ու ինչու, որովհետև իրենք ըստ էության հաշվարկել էին, որ իրենց սատելիտ ուժը պետքա լինի այն դաշտից, որի հայտը հիմա դուք եք ներկայացրել։ Ավելին ասեմ, ես կարծում եմ, որ մեզ բոլորն են փորձելու այսպես թիրախավորել։ Մի բան էլ ասեմ, էլի, մի քիչ շատ մեծամիտ կարող է թվա, բայց լայն իմաստով մեզ համար Նիկոլ Փաշինյանը հակառակորդ չի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ավարտված է։ Մեզ համար հակառակորդ են բոլոր նրանք, ովքեր դրսի խաղացողները, ովքեր որ հետաքրքրված են լինելու Նիկոլի մնալու հարցում։ Ասելա թե մեր խնդիրը հարևան որոշ երկրներն են, հեռու մոտիկ եւ մնացած բոլորը։ Իհարկե հասկանում ենք, որ այդ խնդիրը մեզ համար շատ մեծ խնդիր է, որտեղ ասում կներես, կարա Ռոբերտ Քոչյանին ասեն, այ ձեր ժամանակ բանակը էս ինչ էր, այ դուք 4 միլիարդ ինչ որ Սերժինգան ասեն, ինչ են ասում, Աստծո ջան, սաղն մի բան ասում, մի խոսքով սաղն մի բան ասում են։ Եթե ես միշտ ասում ժողովուրդ, ինձ բան ամեն այն ասելու, միջև էս պահը ասել էին։ Որովհետև այսքան ինչքան ես Ձեզ էլ կասեն նախկինները ձեզ փող են տվել, դուք հիմա մտել եք քաղաքական դաշտ։ դա ասելով չի էլ ասում, դե պիտի ինչ որ մի բան Նիկոլ միտք եմ տալիս։ Դե պիտի կարողանան հիմնավորեն, իրականում ասում, չէ, լինելու են իհարկե ինչ որ իբր այդ մնացած պատմությունները ահավոր հիմնավորել են։ Լսի, դե գիտես, լավ, в общем, այդ հարցը արի մի կողմ դնենք, բայց նենց չէր էլի որ աստծո տված էին։ Չէ, աստծո տված չէ, բայց նենց չէ որ շատ հիմնավորված է։ Բայց հանուն արդարության էլի ասում ում հետ համեմատի, ասենք ինձ ինչ պիտի ասի օրինակ, պիտի ասի բանակը թալանել ես քո համար դաչաներ ես սարքե, պիտի ասի քո պատճառով, քո սխալ որոշումների պատճառով գնացել են մեր զինվորները զոհվել են, պիտի ասի դավաճ, ինչ պիտի ասի օրինակ։ Պիտի ասի էշուպես չարչարվել ես, գիշեր ցերեկ ոչ տուն ես գնացել, ոչ երեխա ես տեսել, ոչ ծնող ես տեսել, սաղ օրը ասում 20 տարուց ավել է սենց բանով միացած չես անջատում, ինչ պիտի ասի։ Ասելու լինեին, ասում կասեին, որովհետև նես չի որ աչքա լուսանք էին։ Չէիք ներկայացրել։ Հիմա արդեն քաղաքական։ Ձեզ է թվում է իրավապաշտպանների մոտ հյուր չեն եկել տարբեր։ Իրավապաշտպանը ուրիշ բան է, բայց քաղաքական հայտ ներկայացնելու դուք հիմա արդեն մրցակից եք։ Ու շատ մեծ պրոբլեմատիկ մրցակից է նժարը իրանց համար ինչի, որովհետև ինչ պիտի պրիդյավա, ինչ պիտի։ Լավ, հիմա ուրիշ հարց տամ ձեզ, հա։ Եթե արևմտյան պետությունները կամ առաջնորդները առնվազն այդ պետությունների աջակցեն Նիկոլ Փաշինյանին։ Դուք պատրաստ եք նաև ինչ որ առումով գաղափարական իմաստով այդ դաշտի հետ մոտ գտնվելով, նաև դուք ինքներդ, այսպես ասած, սաստող ելույթներ ունենաք, չգիտեմ, պահանջեք, որ հարգելիներս հայ ժողովրդի թշնամուն մի աջակցեք, կամ հայաստանցիներին այս կարգի խորությամբ վատություն անողին մի աջակցեք։ Մեզ վատություն եք անում, որովհետև մեծ կարող չլսի, ես որ օրինակ դիմեմ Էմանուել Մակրոնին, կարող չլսի։
իսկ Նինա Կարապետյանցը որ դիմի, հաստատ չեն կարծելու, որ դուք KGB-ի գործակալ եք։ Իմ հետ կապված կարող է կարծել։ Դե Նիկոլը ու Նիկոլա Մերց քաղաքասարակության ներկայացուցիչները վազելով գնալու են, տենց էշշ բաներ խոսան, նրանք էլ ականջները կախեն ու լսեն։ Ուրեմն կան, ոնց ասեմ, գործնեության տեսակներ կա, որոնք տեսանելի չեն։ Ու իրավապաշտպանության մեջ էլ այն ասում միտինգ անելը, քաղաքասից մարդ հանելը, դատարանում կռիվ տալը, այդ ամենատեսանելի մասն է։ Դա եթե կուզեք, ամենահեշտ մասն է եղել, որովհետև այդտեղ ուրիշ պայքար է։ Անտեսանելի մասը դա եղել է միջազգային գործընկերների հետ, որտեղ ասում է ինչքան որ օրվա իշխանությունը կամ նախորդ իշխանություններն են ծեփվել պատերին ու փռվել ասֆալտին Նինայի կողմից, հավասարաչափ իրանք են փռվել, որովհետև իրենց գործողությունները, իրենց անգործությունը, իրենց լռությունը միջազգային գործընկերների մասին է խոսքը, թույլ է տվել այո Նիկոլ Փաշինյանին շատ դեպքերում շարունակական այդ իր հակապետական, հակաիրավական գործողությունները շարունակականություն ապահովել եւ առանց խնդիրների ապահովել։ Հավասարաչափ ծեփվել են պատերին ու ինձ համար միշտ է միևնույն եղել, դա շատ մեծ, ահա որ մեծ երկրի ներկայացությունն ա եղել, թե ավելի փոքր, տենց ինտելիգենտնի երկիր ա եղել Եվրոպայում, ինձ համար իսկապես մեկ է ու ուղղակի դա փակ չաթում house հանդիպումներ են, ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել, բայց եթե առիթ լինի հարցնելու հնարավորություն լինի, հարցրեք ու տեսեք թե ինչ նույն պատերին ծեփելը ստացել են իրանք, որովհետև չի կարա հայկական պետականության շահ ավելի բարձր դրվել, եթե կա մեկը, ով որ Հայաստանն է ներկայացնում ու հայկական շահ ավելի ցածր է դասում կամ ցանկացած մեկ այլ շահը, դա արդեն Հայաստանի հետ կապ չունեցող մարդ է։ Այնպես որ ինձ ոնց որ չէին սիրում որպես քաղաքասարակության ներկայացուցիչ ու ինչ որ պերիոդում արդեն սկսեցին նաև խուսափել, չհրավիրել, տենց ձգտել, որ եթե վարիանտ կա չհրավիրեն, արել են, տենց էլ են արել։ Բայց ես ոչ մի առիթ բաց չեմ թողել ասել, որ սա հայկական Հայաստանի շահից, Հայաստանի պետության շահից, Հայաստանի ժողովրդի շահից չի բխում։ Այն ինչ որ դուք անում եք, ես պատրաստ եմ մաղթել ձեզ, որ ձեր երկրում տենց լինի։ Դուք պատրաստ եք, ասել են չէ, դե բա որ չի ասում մեր սերունդներին դուք ոնց եք ձեր երկրի լավ ավելի կոնկրետ ասում ընկեր դու քո երկրի մարդկանց փողերը վերցրել ես իրանց վրա կարայր ծախսել չէ բերել ես տեղ ներդրել ես որ նվեր այս ժողովրդից այս ժողովրդին լավություն հիմա ես քեզ ասեմ քո բերած փողը մսխվել է բան չի ստեղծվել հələ մի բան էլ ավելի վատ վիճակ է ստեղծվել հիմա դու խափել ես պաֆակտո դու գցել ես քո ժողովրդին դու գցել ես իմ ժողովրդին ռուսերեն տերմիններ մի ասեք վտանգավորը այնց մեկը ով ինչ ուզում ասի ես ռուսական կրթություն եմ ես սովետում եմ ծնվել ռուսական դպրոցում եմ սովորել կապեր կան հատուկ դե ասում բա որ դե ծնվել Հայաստանը այն ժամանակ սովետական միության մաս էր կազմում դե հիմա ինչ ասեմ կար տարբերակ, որ իմ նախնիները եւս բանից են եղել եւ արեմտյան Հայաստանից են ինչ որ փորձում են հիմա տենց ռեզինը վերցնեն ջնջեն քարտեզի վրայից այո թող չլիներ ցեղասպանություն ես կծնվեի արեմտյան Հայաստանում բայց ցեղասպանության արդյունքում նու Նիկոլ Փաշինյանն ասել է մեր համար արեմտյան Հայաստանը Նիկոլն էլ հիմա ինչ ասում է մենք մի անգամից Ինչ ասում է գնալուց հետևից սառը ջուր լցնենք մի բաժակ ջուր լցնենք գնա պրծնենք էլի ասում է չէ բայց Նիկոլ Փաշինյանի պատասխանության հարցը ինձ հետաքրիր է 2018 թվականին մի ծանոթի հետ էի խոսում այն ժամանակ ռուսերեն ասած լրիվ չաշկա-լոշկա վիճակ էր Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանին բոլորին սիրում էր բոլորն էին իրան սիրում չգիտեմ իշխանությունները ժողովրդավար էին, ժողովուրդը ուրախ էր, վերջապես ժպիտ էր հայտնվել ժողովրդի դեմքին, այդ Նիկոլ Փաշինյանը ճանաչող այդ ծանոթս ասեց դու չես պատկերացնում ով է այս մարդը։ Ասեց այս մարդը առանց արյուն երբեք չի թողնի իշխանությունը։ Ասեց սա տիզի պես կապել է ու չփոք չի գալու։ Տիզն էլ չէ որ բանի կենթանու մաշկից փորձպես փոքես արյուն է թողնում։ Սա 2018-ի խոսակցություն եմ ասում ամենայն անկեղծությամբ անգամ փողոցն եմ հիշում որտեղ եմ այդ մարդուն հանդիպել Արամի փողոցում դեսում եմ անն էլ տաս ու գնա հետևից մի անգամ չէ անունը չեմ տալու այդ մարդու բայց հիմա դուք այդ մտավախությունը չունեք որ այս մարդը առանց արյուն չի հեռանալու որովհետև որքան էլ որ
ժողովրդավարության դիմակը իբր հակել մենք տեսնում ենք, չէ՞, այսինքն ոնց կարող է եկեղեցու նկատմամբ նման անբարո արշավ մեկնարկած մարդ ուղղակի անարյուն, թեկուզ Նինա Կարապետյանցին, թեկուզ մարդու ով վստահաբար իրեն սպանելու, չգիտեմ ոչնչացնելու նպատակ չունի, միայն արդարադատություն, հա, իշխանություն թողնի։ Ես ամբողջությամբ կիսում եմ այն մտահոգությունը, որ առանց լուրջ դիմադրության ինքը չի թողելու, բայց նաև ինքը շատ լավ հասկանում է, ու այն որ ասում է շրամպ էս վախենում է ժողովրդի ընդվզումից։ Դա է պատճառը, որ ինքը ամեն անգամ փորձում է տենց պառակտում մտցնել, հա, մեր ժողովրդի մեջ, որովհետև գիտի, որ պահին հասարակությունը հավաքվեց ու ոչ ասեց, այսինքն ֆորմալիզացրեց Նիկոլ Փաշինյանին ասած ոչը, դա արդեն ուզում է արևմուտքը, ուզում է արևելքը, ուզում է տիեզերքը իրան ինչ որ ձևի աջակցի սատարի ու ցանկությունն է, որ ինքը վերարտադրի, ինքը չի վերարտադրվելու։ Եթե ժողովուրդը գնաց իր իշխանությունը տալու չի կարողանալու։ Ինքը երկար քաղաքական process-ների մասնակցած մարդ է, ինքը շատ լավ գիտի, չէ, որ եթե փողոց մարդիկ բայց դու չես ընդունում, որ իշխանությունը մարդուն իրականությունից կտրում է։ Իհարկե կտրում է։ Այնքան է կտրում, որ լիքը մարդ կար նախկինում էլ, որ կտրված էր, մի այլ կարգի կտրված էր, ման նոր են սկսել։ 7 տարի հետո նոր են սկսել մենք կարող էինք պատկերացնել, որ որևէ իշխանություն կարող է Արցախ հանձնել հայտարարել Ադրբեջանից ու Մարսի։ Լավ, գոնե չէ, բայց արեց, չէ՞ մարդը։ Արեց, հա։ Այսինքն հիմա ի՞նչն է խանգարում իրան, որովհետև սոցիոլոգիական բոլոր հարցումներն են ցույց տալիս, որ ինքը մեծամասնություն չունի։ Հա։ Ընդ որում ցույց է տալիս նաև սոցիոլոգիական հարցումներ, որ գրեթե 60-65%-ը բոլորին է դեմ, ուղղակի այսինքն անտարբերակ քաղաքական դաշտի նկատմամբ։ Եթե 60-65%-ը կոնսոլիդացվեց, Փաշինյանի ավարտը երաշխավորված է 167%-ով, հա, բայց այդ դեպքում ինքը ցանկություն չի ունենալու իշխանություն անել, որովհետև ինչպես շատերը արդարացիորեն պնդում են, Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանման մեջ տեսնում է իր անձնական անվտանգությունը։ Այո։ Շատ ճիշտ է։ Իսկ անձնական անվտանգությունը ապավելու դեպքում նաև մարդ են սպանում։ Տարբերակ, ես ասել եմ եւ դա շատ վաղուց եմ ասել ու ինձ դրա համար մեղադրում են ու դա մնացել է միակ արգումենտը, այս վերջի մեր մի քիչ կոշտեղա, բայց ոչինչ, Դանիել Լեոնիսյանի հետ մեր բանավեճի ժամանակ Դանիել ասում է մարդկանց վրա կրակել էին, ասում այդ միակ բանն է մնացել, որ հենց չի արել, բայց ինքը դա անելու է։ Ես պնդում եմ, որ ինքը պատրաստ է նաև այդ ճանապարհով գնալ, բայց տեսեք, հիմա ինչ է անում Նիկոլը կարա վերարտադրվի, այսինքն ընտրություններով վերարտադրվի, մենակ այն դեպքում, երբ որ շատ թվով մարդիկ չգնան ընտրությունների։ Ինքը կարողանա հավաքի իր որոշակի տոկոսները ու գա իշխանության։ Դե այն գիտեք, սատելիտներից էլ տենց մի քիչ բան կանեն, մի քիչ էլ կկեղծեն, ինչ որ բաներ կանեն, գան իշխանության։ Միակ տարբերակը մարդկանց մեջ զզվանք, հոգնածություն, նվաստացում, չգիտեմ, վիրավորանք, պետությունից նեղանալ, իրարից նեղանալ, այդ սերմանելը, ինչը ինքը հետևողական արնելա։ Հիմա մեր ֆունկցիան նրա մեջ է, որ մարդկանց բացատրենք, որ Ժորժ ջան, տարբերակ կա, վարիանտ կա, այս վիճակից դուրս գալու տարբերակներ կան, հետևաբար դուք պիտի գնաք ընտրությունների, դուք պիտի մասնակցեք ընտրությունների, որովհետև եթե ձայնը ձեր կարևոր չլներ, չէին գա, այն ողորմություն չէին խնդրի, որպես ձեր ձայները, ձեր ձայները ամենակարևոր բանն է այս աշխարհում, որը կա։ Այսօրվա դրությամբ ձեզանից յուրաքանչյուրի մի ձայնը ավելի թանկ արժի, քան, չգիտեմ, էլի ձեր տան ունեցած սաղ ոսկի։ Նու կարող է մարդիկ կան, որ շատ ոսկեղեն ունեն, իհարկե թանկ է, բայց հավատացեք, ձեր մի ձայնը այս երկիրը ոտի կանգնացնելու համար ամենակարևոր բաներից մեկն է, ու դուք պիտի գնաք ընտրություններին, դուք ձեր երեխեքի ապագան պիտի որոշեք, դուք պիտի ձեր ձայնը չոտք իմանաք ինչ եք անում։ Շնորհակալ եմ Կարապետյանցին հրավերս ընդունելու համար։ Ես նաև որպես այդ քո ասած մտքի շարունակություն կամ առավոտը որ մենք պիտի ատելություն չունենանք ներսում, թշնամանք չունենանք, ես անկեղծորեն հիմա մի կարծիք կասեմ, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանի զարգացման ուղղությունը տեսնում են այն պատկերացումներով, ոնց որ դուք, ես առաջարկում անպայման ձեզ քվեարկեն, որովհետև շատերը այդ արևմուտքի հետ հարաբերությունների լավացման բան անվան տակ իրականում դրանք իշխանության գործակալներն են։ Եվ իրականում թեկուզև ես չեմ կիսում ձեր աշխարհաքաղաքական մոտեցումները, բայց ես կողմ եմ որ մարդիկ արևմուտքի հետ ես կձգտեի շատ չկապել, որովհետև մեր նպատակը մեր արժեհամակարգերը վերականգնելն է, մեր հնարավորությունները վերականգնելն է։ Ես մարդկանց առաջարկում թողնել են կեղծ քաղաքական գործիչներին
եւ եթե ունեք այն մոտեցումները, ինչ Նինա Կարապետյանցը, այդ մոտեցումների տակ շատերն են, չէ՞, հանդես գալիս։ Մեկի անունը տվեցի, անպայման աջակցել Նինա Կարապետյանցին։ Սա էլ որ մեր հասարակության մեջ իրական ճշտամանք Որ հասկանան, որ մենք կարանք տարբեր տեսակետներ ունենանք, բայց միևնույնն է կարելի է մարդկանց հետ իրար հետ նստել ու խոսալ, որ ուղղակի կարելի է խոսալ։ Նենց չի որ մենք մեր բոլոր տեսակետները կիսում ենք, բայց մարդը մարդու հետ պիտի կարողանա նստել, խոսել, լսել, բանավճել, գուցե լուծում գտնել։ Այո։ Ու լուծումը Շնորհակալ տենց եմ։ լինի, Ես շնորհակալ չեմ եմ։ զրուցում էի նժար համանդրական շարժման ներկայացուցիչ, նաև վարչապետի տեխնացու, չնայած դեռ ընտրությունները Դե չի հայտարարվել։ եղել, հա։ Նինա Կարապետյանցի հետ տեսություն կհանդիպենք։